Մեր ձևով շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը արդեն 2 օր է գտնվում է անազատության մեջ եւ նրան նաեւ մեղադրանք է առաջադրվել 2 հոդվածով այն դեպքում, երբ որ նա այդ օրը քաղաքապետին Գյումրու քաղաքապետին կալանավորման օրը եղել է հրապարակում քաղաքացիների կողքին, ինչպիսին է ձեր գնահատականը։ Տեսեք, կան բազմաթիվ փաստեր, տեսաերիզների եւ նկարների տեսքով առայն, որ մեր ընկեր Ռուբեն Մխիթարյանը որևէ ապօրինի գործողություն չի իրականացրել, այլ պարզապես եղել է իր համաքաղաքացիների կողքին, ձեռքերը վեր, ափերը բաց եւ փորձում էր կանխել որևէ բախում ոստիկանների եւ պարզ քաղաքացիների միջեւ։ Այստեղ կարեւոր է ընդգծել այն հանգամանքը, որ այս ամենը տեղի է ունենում մեծ հանրահավաքից հետո, որը որ տեղի է ունեցել Երևանում, մեր ձևով շարժման կողմից կազմակերպված, երկար դադարից հետո ժողովուրդը վերջապես փողոց դուրս եկավ եւ իր անհամաձայնությունը հայտնեց այն ապօրինությունների դեմ, որը իրականացվում է այս փոքրիկ խմբակի կողմից եւ այն բռնաճնշումների դեմ, որոնք դարձել են մեր առօրյան կարծես թե մենք այստեղ ենք ի պաշտպանություն եւ ի սատարում մեր ընկերոջ Ռուբեն Մխիթարյանին եւ բոլոր այն մարդկանց, ովքեր որ ապօրինի կերպով գտնվում են անազատության մեջ։ Այս ամենի նպատակը մեկն է, որպեսզի վախի մթնոլորտ ստեղծվի Հայաստանում, որտեղ մարդիկ չկարողանան իրացնել իրենց խոսքի ազատությունը, մտքի ազատությունը, բայց ամեն դեպքում հուսով ենք, որ այսօր դատարանը կառաջնորդվի բացառապես օրենքի ուժով եւ Ռուբեն Մխիթարյանին եւ բոլոր նրանց, ովքեր որ որևէ ապօրինի գործողություն չեն իրականացնել, ազատ կարձակի։